Հա, այսօր ես եմ, Դավոն էլի մենակ թողեց։ Գառնի Adventure Park-ում ենք ու առաջի անգամ երևի թե պատմության մեջ Հայաստանի պրոֆեսիոնալ մոտոգոնկա է սպասվում մեզ, բայց էնդուրոներով։ Ունենալու ենք մի քանի տարբեր ինտերվյուներ հետաքրքիր մարդկանց հետ, քշողների, կազմակերպիչների ու ընթացքը արդեն ձեզ ցույց կտանք։ Հենց որ շարունակում ենք նայել, գնացինք։ Ասում եմ գնացինք։ Արագ արագ։ Մի քիչ է, всё լավ։ Վերոնա, ուժեղ ինստրուկտոր է, բայց չգիտեմ թե եկել աստեղ մաթեմատիկայի։ Քան եկել ես լը, արի իրար հետ խոսանք։ Հայկոյի մոտոն էի քշում, Հայկոյին սաղը երևի գիտեք ուրիշ հաղորդման մեջ նկարվել է լիքը, օֆրոդից, հա, բացի այդ բագի է քշում, բացի այդ փաստորեն նաև բան է քշում, էնդուրո է քշում։ Ոնց որ բարապ չի մնում ընդհանրապես, հեսա մի բան էլի հորինեն, էլի կառնիկը քշի։ Արի մի հատ հասկանանք Հայաստանում էնդուրո գոնկա, այս մասշտաբի դու էլ մասնակցում ես, քո տպավորությունները։ Ամենակարևորը էսի մեծ, որ ասում եմ տոն է մեր համար, որովհետև սենց բան երևի Հայաստանում երկրորդ կամ ամենաշատը երրորդ անգամ է կազմակերպում, խոսքը գնում է էնդուրո ֆորմատի մասին, կրոս երևի եղել է ժամանակին, մենք դրա մասին չգիտենք, որովհետև կրոս չենք քշում, էնդուրո երրորդն է Գառնի պարկի շնորհիվ շատ հետաքրքիր ու շատ ուժեղ տրաս ենք սարքել, իհարկե էլի որոշ էնդուրո քշող տղաների օգնությամբ, շատ լավ եղանակ է, շատ լավ տրաս ունենք, ամեն ինչ սպասում է, որ պետքա հիանալի անցնի։ Նենց որ մի հատ ինձ պատմի դու էնդուրոյով երբանից ես հետաքրքրվել ու ոնց է դա ստացվել։ Հա, ասեմ, ամենասկզբից սկսեմ, մոտո քշել եմ երևի 18 կամ 19 տարեկանից, այսինքն 10 տարի մոտավորապես մոտո եմ քշել քաղաքային, այդպես սպորտային մոտոներ, հետո մեր Վահեն Կոսակյան հուշեց, որ ավելի հետաքրքիր մոտոյի ձև կա, տեսակ կա։ Սկզբից նայում ենք, ասում ենք, չէ, դες ինչ է, ցեղ, կեղտ, փոշի բան։ Մի անգամ հրավիրեց փորձելու, որ ասում է վարակվեցի, երևի ամենահարմար բառն է այս պարագայում ասելը։ Վարակվեցինք ու գնաց, տենց 2-3 անգամ ստիպեցինք Վահեին, խնդրեցինք զորով, այն որ շարով քշեցինք։ Արի ստորագրեք ու գնաց։ Դե արդեն ավտոմատ ցանկություն առաջացավ, ես հիմա առա ու արդեն 3 տարի է քշում եմ։ Չես հոգնել։ Ընդհանրապես։ Բաներ կա, որ էլ չի անում։ Մենակ ես գիտեմ, ինչ ժպիտ եմ ունեցել, մեկ էլ իմ հետի քշող տղեկ։ Բայց բաներ կա, որ էլ չի անում։ Էնդուրոն շարունակում է անել։ Ասֆալտին չեմ քշում։ Հա։ Ասֆալտին չեմ քշում, էլ չի քշում։ Դու որպես սպորտմեն արդեն էստեղ, քո շանսերը ոնց ես գնահատում։ Ես եթե մտել եմ թեմայի մեջ, միանշանակ շատ բարձր, այսինքն առաջի տեղ գրավելու բան ունեմ էլի, որ ասում եմ ցանկություն ունեմ ու նպատակ ունեմ։ Նենց որ տենանք ինչ կստացվի, իհարկե առաջի սրանից առաջվա եղած գոնկի ժամանակ մի փոքր չստացվեց մոտս, շատ առաջ ընկա բոլորից, բայց դրանով էլ իմ սխալներ, որտեղ էնդուրո գոնկեն մի քիչ ուրիշ ձև է աշխատում։ Մարաթոնային պետք է մտածել։ Հա, դու պետք է մտածես շնչառության վրա, քո ֆիզիկականի վրա, որ կարողանաս ավելի երկար քշես։ Այս պարագայում 15 րոպե է լինելու ու ով ավելի շատ կռուկ կկարանա անի։ Մի հատ ուրիշ բան եմ ուզում հարցնեմ, ով է քո կոնկուրենտը այստեղ։ Այս սպիտակ մազերով տղեն երևում է կադրի մեջ։ 40 տարեկան մի հատ հոպար է, կատակ եմ անում։ Մինիմում մազերի տեստաբարությունը։ Երևի թե Ռոմանն է ինձ ցույց տվել ոնց են քշում։ Հետաքրքիր մարդ է, հետաքրքիր առօրյա է։ Միանշանակ կոնկուրենտներ կան։ Հայկը խորհուրդ է տալիս մի հատ առանձին հաղորդում նկարենք իր հետ, որովհետև տենց հետաքրքիր առօրյա ունի։ Սարեր, ձորեր, ամենտեղ ինքը իր մոտոյով բարձրանում է։ Մի օր որ կարողանանք նենց կազմակերպենք այդ նկարահանումները, կարողանանք ամբողջությամբ ցույց տանք։ Մեծ սիրով ես կօգնեմ, կմասնակցեմ, եթե կարիքը լինի, նենց որ շատ լավ, հաջողություն քեզ։ Ապրես։ Ոնց որ եկել ենք քեզ բալետ անենք, հա։ Ապրես։ Ով։ Հարցնում եմ։ Հա։ Բոլորը։ Հիմա առաջարկում եմ մի հատ Էդգարին գտնենք, Էդգարի հետ ինտերվյու անենք, ով որ այս ամեն ինչի մեղավորն է կարելի ասել, Գառնի Adventure-ի տերն է։ Այս պրոյեկտի հեղինակն է, հա։ Չգիտեմ ճիշտ ասած չեմ հարցրել։ Հենա, գնացինք։
Շատ է, մի հատ Արա դե մի թող բրցնենք էլի, արա դե ինչպես մեջ ընկնում, քո հաղորդումը չի էսի։ Արա գիտեմ։ Դեմորեն վրա։ Ես առաջարկում եմ մի հատ Էդգարին գտնենք, Էդգարի հետ հիմա զրույց ունենանք, որ հասկանանք ոնց է ինքը այն մտքին եկել, որ կարելի է այստեղ տենց մրցում կազմակերպել։ Տոմիկենք էլ են կազմակերպել անցած տարի։ Դրանից առաջ եւս մի տարի առաջ էլ էին մեկ անգամ կազմակերպել, այստեղ հələ որ sense տարին մի անգամի տարբերակով աշխատում ամեն ինչ, դրանք հուսով ենք գոնե 2-3 անգամի հասցնեն, որտեղ մենք շատ հետաքրքրված ենք, sense արուններս ահա որ արագ 4 հոգին շատ հետաքրքրված։ 4 հոգի չեն 21 կամ 23 հոգի են մասնակցում։ Տեսնենք այսօրվանից հետո քանի հոգի կմնա։ Ով քշել գիտի, ես նոր եմ սովորել։ Մի քիչ քշում եմ, շատ քիչ։ Ուզում եմ ծանոթացնեմ Էդուարդի հետ։ Էդուարդը Garni Adventure Park-ի հիմնադիրն է, ու այսօրվա միջոցառման համահեղինակն է, կարելի է տենց ասել։ Էդուարդ ջան, ուզում ենք քեզ ծանոթացնենք մեր դիտողների հետ ու նաև մի քանի հարց իրար հետ քննարկենք։ Առաջին հերթին մերսի, որ սենց միջոցառում մտածել եք, որ կարելի է լինի ու կազմակերպել եք ու ինձ ասեք ոնց է այդ գաղափարը եկել, որովհետև տենց մեծ բաները տենց շատ ռեսուրս են պահանջում, ես գիտեմ, ոնց է եկել ու ոնց եք իրագործել։ Տեսեք, գաղափարը վաղուց կար, գաղափարը շատ վաղուց որոշում ենք, որ զարգացնենք նմանատիպ սպորտաձևը, որտեղ մեր լանդշաֆտը, բնությունը, ամեն ինչ նախապատրաստած է էնդուրո մոտոցիկլետների համար, սարերում քշելու ու որ մենք տեսանք, որ համարյա չի զարգանում նմանատիպ սպորտաձևը, ինքը շատ հետաքրքիր է։ Շատերը վախենում են վտանգավոր է, կընկնենք, կկոտրվենք, նույն վտանգը ավելի վտանգավոր է օպերա ոտով քայլելը, կասեմ սենց։ Միտքը առաջացել էր վաղուց էփեցինք, հետո տեսանք շարժ չկա, եկանք այն եզրակացության, որ եկեք փորձենք։ Փորձեցինք, հələ չգիտենք ինչ է ստացվելու, հույսով եմ լավ է ստացվել, մեր մոտ միշտ լավ է ստացվում։ Ինչ սպասելիքներ ունեք։ Սպասելիքներ ունեմ, իշքան շատ մարդ ոգևորվի, վարակվի նմանատիպ բաներով, նմանատիպ սպորտաձևով, այնքան մենք ուրախ կլինենք, որ մեր երկիրը գոնե ճանաչեն, որ ամեն անգամ չեն հա, բա ձեր մոտ ինչի մոտո չկա, ձեր մոտ որտեղ քշենք, ձեր մոտ ինչ կարելի անել, այս ամենը արվում է զուտ դրա համար։ Ես մի հատ sense փոքր գաղտնիք բացեմ, նման միջոցառումները նամանավանդ առաջի անգամ կազմակերպելու ժամանակ, նենց չի որ կազմակերպիչները տենց հետապնդում են եկամուտ եւ այլն, որովհետեւ սա եկամուտի համար կարամ ասեմ, ստեղ եկամուտ ընդհանրապես գոյություն չունի, էսի սաղ էնտուզիազմի վրա է։ Շատ մեծ ծախս է պահանջում sense բաները։ Ծախսը մենք տրեկը սարքել ենք մեր ուժերով, կեսը հրավիրել ենք, մենք մեզնով նայել ենք, հետաքրքրվել ենք, ամեն ինչը պատրաստել ենք տենց, որ ոչ շատ վտանգավոր լինի, ոչ որ շատ հեշտ լինի, որ ու հետաքրքիր լինի։ Գումար հետապնդելու ընդհանրապես տեղ բան չկա, հələ մենք շատ հետ ենք նմանատիպ բաներից, որ գումար հետապնդենք, ինչ որ հովանավորներ լցվեն։ Ամբողջ ասածից միտքը նպատակը հետեւյալն էր, որ եթե մարդիկ առանց շահի հետապնդման այս ամեն ինչը անում են, ուղղակի ոլորտի զարգացման համար են անում են, որ շահագրգռեն այն մարդկանց, ովքեր որ մի փոքր հետաքրքրված են մոտոսպորտով։ Այո, իհարկե։ Դրա համար, եթե անգամ չեք վարում, կարող գաք այստեղ փորձեք, եթե վարում եք, եկեք մրցումների մասնակցեք, իսկ ամենավերջի պարագայում եկեք նայեք, որովհետև քաղաքից կտրվել ու ասես միջոցառման մասնակցելը արդեն իսկ արժի օրը այդ ձև անցկացնել։ Անվճար է, մասնակցությունը անվճար է, մուտքը ամբողջը անվճար է։ Շնորհակալ եմ, Էդուարդ ջան։ Ձեզանից էլ եմ շնորհակալ։ Սպասում ենք էլի նման միջոցառումների։ Կտեսնենք, լավ կլինի։ Սպասվում է լավ բաներ։ Կվադրոյել ենք անելու, բագել ենք անելու։ Ողջույն, իմ անունը Դարիուս Վորբանի է, Fastest Racing թիմից։ Այսօր 2026 թվականի առաջին մրցարշավն է Հայաստանում եւ ես ուրախ եմ գտնվել այստեղ։ Ուզում շնորհակալություն հայտնել Հայաստանի մոտո ֆեդերացիայի նախագահ Թոմիկ Բանոսյանին եւ հուսով եմ բոլորս կվայելենք մրցարշավը։ Իրականում այս մոտոցիկլետը Հայաստանում անցկացվող մրցարշավերի համար է։ Իմ հիմնական մոտոցիկլետը թողել եմ Իսպանիայում։ Սա օգտագործում եմ միայն Հայաստանում անցկացվող տրեյնինգների համար կամ պարզապես վարելու զվարճանքի համար։
Հիմա ուզում եմ իրար հետ ծանոթանանք, շփվենք, խոսանք Թոմիկ Բանոսյանի հետ։ Թոմիկ Բանոսյանը Հայաստանի մոտո ֆեդերացիայի նախագահն է։ 2023 թվականից Հայաստանում գործում է մոտո ֆեդերացիան։ Մի շարք պլաններ ունեն, արդեն անցել են միջազգային ֆեդերացիայի կազմում են, շատ հաճելի է։ Մերսի, մանապես։ Նախ առաջինը հաճելի է, որ Հայաստանում սկսում ենք էզեւի միջոցառումներ կազմակերպել, մերսի ձեր ներդրման համար։ Մի քանի հարց իրար հետ քննարկենք, հա, հեշտ էր Հայաստանում հասնել նրան, որ ունենանք մոտո ֆեդերացիա, հեշտ էր Հայաստանում նման մակարդակի միջոցառում կազմակերպել, ինչ բարդությունների կհանդիպել, դուք շարունակենք։ Ողջույն, իրականություն դա է, որ իրոք հեշտ չի ելել, որտեղ իմանում եմ, որ նախկին ժամանակ սովետի ժամանակում եղել է ֆեդերացիան, մրցություններ ու լավ թիմեր, լավ ռայդերներ ելել Հայաստանում, բայց դժբախտաբար նայից հետո արդեն փակվեր է ու չի ելել այտենց օրինական մրցություն, շատ քիչ եղել են օտար ֆեդերացիաներ, այս մոտոկրոսի բերումով բանով այտենց փոքր մրցություններ ելա, բայց օրինական ասենք այտենց միջազգային ստանդարտներով կամ կանոններով դե հնարավոր չէ։ Ուղղակի ծրագրված չի ելել միջով այսօրը, միջով որ մեր ֆեդերացիայի հայտնվելով, այ հայտնվելով, ստեղծվելով։ Դեմից ես ջանացի, որ Հայաստանը մենք կարողանանք անցնենք FIM-ին, ոնց ֆուտբոլը միջազգային ֆեդերացիա, ոնց ֆուտբոլը FIFA-ն է, մոտոինն էլ FIM-ն է, այո։ Դե դժվար, դե բարդ մասը տեղում է, որ պետք է տենց բեյս ունենանք, ներկայացնենք, տարի մի անգամ միջազգային ֆեդերացիան ինքը տենց իր ձևն է, որ պետք է նոր, եթե անդամ պետք է անցնի, պետք է գնան ընդե, հիմա որ երկրում որ ելնի, պետք է քվեդեն եւ հաստատեն, որ օրինակ Հայաստանը անցնի թե ոչ։ Դիմեցինք, որ Հայաստանը այդ կարողություն ուներ, որ կարողանանք անցնենք FIM-ի։ Չափանիշներին համապատասխանել։ Շատ լավ է։ Դե բարդ էր ու ունենք 2 րոպե presentation, բարեբախտաբար անցանք, քվեդան 76 հատ երկիր մեզ պլյուս քվեդան ու անցանք Հայաստանը որպես FIM-ի member։ Շատ եմ ջանանում մրցությունները շատանա, կոմիտեներ ունենք, մոտոր ռեյսի կոմիտե, բայց դժբախտաբար չունենք track, պետք է ասֆալտ track ունենանք, որ կարողանանք մեր գործեր անենք։ Ինքս անձամբ մոտոր ռեյսի չեմպիոն եմ, այդ տարիներ իմ ճյուղը նայել է, բայց դե իմ ճյուղը չկա առանձնապես, բայց ջանանանք հույսանք, որ հաստատ պետք է լինի։ Սիրողական էլ Android-ը շատ եմ քշում, Android ջանացի հիմա մենք international չեմպիոններին բերում եմ, նորից FIM-ը խոստատվերը մենք կարող ունենանք այս 2 տարվա մեջ միջազգային մրցություն Android-ի, որպեսզի արդեն մենք մեր երկիրը լեռնային երկիր է ու շատ մեր դրսի ռայդերներ գալիս են, շատ են սիրացել Հայաստանը, որ լեռները ամեն ինչով։ Իմ մյուս հարցը հետեւյալն էր, դե ակցենտից հասկանում եք, որ Հայաստանում չի ծնվել մեծացել Թոմիկը, այլ Պարսկաստանից է տեղափոխվել։ Ուզում եմ հասկանամ, այն կարևոր ձեր համար արժեքը որն է եղել, բացի ձեր հայրենիք լինելը, որ տեղափոխվել եք ստեղ, սկսել եք աշխատել։ Տեսեք, իմ երազանքն էլ է միշտ, չէ՞ որ էլ եմ նախագահ ֆեդերացիայի, իմ երազանքն էլ է իմ հայրենիքում, այն ինչ իմ ճյուղը նայել է կարողանամ ունենամ ու աճացնենք, մեծացնենք, ինչ որ տեսեք Իրանում է շատ մեծ գործեր եմ արել, ես, բայց դե մնում է Իրանը, ես դե իմ երկիրն է, իմ հողն է ու միշտ ջանացել եմ ու երազել եմ, որ հաստատ մենք գալիս գնում եմ Հայաստան ու միշտ երազում եմ, ասեմ, ինչի՞ չէ պետք է ունենանք մեր Հայաստանը ֆեդերացիա, մրցություն, track, որպեսզի ոնց որ նայենք երիտասարդները իրանց պետք է որ ունենան extreme Մի քանի հարց ա լուծում նման ֆեդերացիա ունենալը, նման սպորտաձև ունենալը Հայաստանում։ Նախ առաջինը դրսում փողոցում քշողներին դիսցիպլինայի մեջ ենք բերում։ Մենք կողմնակից ենք բոլոր տեսակի էքստրեմալ սպորտաձևերին, բայց դրանք լինեն կանոնակարգված ու էնդուրոն էլ ինքը սպորտային ու էքստրեմալ է համարվում ու նման մրցումները իրան դիսցիպլինայի մեջ են մտցնում, ավելի անվտանգ են սարքում։ Ապրեք։ Ամենակարևոր բանը անվտանգությունն է։ Մենք միջազգային ֆեդերացիայում էլ ինքը պատերի մեջ սա գրած է safety, safety, safety։ Առաջի safety-ն էլ մամ տեխնիկան, մոտոցիկլետը։ Սա պետք է ճիշտ ամեն ինչը տեղում է լինի։ Երկրորդը էլ մա ռայդերը, երրորդը էլ մա ճանապարհները, երեք հատ safety-ն։ Մենք ֆեդերացիայում մեր պարտականությունը միակ մրցություն չի, դե պետք է զարգացնենք անվտանգությունը, անվտանգությունը շատ կարևոր է, իրոք։ Ու ջանանում ենք դասարաններով, տենց սաղ է, տենց իվենտներով, բաներով, էսի
արդեն օրից օր կշատանա։ Միակ մեր նպատակը մրցություն չի, դրսի մոտոքշոներն մեզ համար շատ կարևոր են։ Քանի որ խոսքը գնաց սովորելուն, որովհետև այստեղ էլ է շատ կարևոր ի սկզբանե ճիշտ սովորելը, ուզում եմ մի հատ գաղտնիք բացեմ, որ հետագա մեր թողարկումների մեջ մենք կունենանք նաև էնդուրոյի դասերին ուղղված հաղորդում, որտեղ որ մեր Դավիթը հիմնական վարողը, որ այսօր չգիտես խի չկա, կսովորի էնդուրո քշել 0-ից կսովորացնի այդ ամեն ինչը ու դուք նույնպես կտեսնեք այդ ամեն ինչը։ Շնորհակալ եմ։ Ես նմանապես լավ որ եմ ցանկանում մեզ ու թող որ անվտանգ լինի։ Մերսի, շնորհակալ։ Գնաց։ Այդ տարիքը դա։ Այդ տարիքը։ Տոշի տվին, տարիքս է։ Ժողովուրդ տղեր, նա դեմնա, երկու հատ կողքը խնդրեմ, հենց հիմա ով ստանում է, հետա կպցնի։ Ինձ մի հատ բան ասեք, էլի, հիմա որ սպորտսմեններին մոտիկ ես կանգնում, սպորտսմեն դառնում ես, թե չէ։ Եթե սպորտսմենը, հա։ Դե հիմա ես ոբշի չգիտեմ դու, Հայկոյին մտածում ես սպորտսմեն։ Հայկոյին մոտիկ կայնի։ Գնանք կպցնենք, եկեք։ Հայկոյն սպորտսմենն ես կայնի։ Քանի որ հանդիսատես չի լինելու, որտեղ Անդրեվն են խոստացել, հաղորդումը կնայեք, շնորհակալություն։ Մարդ եմ գտե դրիֆտից է փախած, գնանք գտնենք։ Հովո։ Ես դրիֆտից խուսափում ես։ Թե քանի դրիֆտ չկա։ Քանի դրիֆտ չկա, զբաղվում ենք։ Դե ասա, քեզ ինչը բերեց այդտեղ։ Հա։ Մեռնելու ցանկացում։ Բանը, էքստրիմը։ Երբանից ես դու էլ էնդուրոյի մեջ։ Օ, արդեն 4-5, երևի 5 տարի։ Հիշում եք, չէ՞։ 92 կուզովով դրիֆտ քշողն է, սպիտակ։ Հիմա ճիշտ է մի քիչ գույները փոխվել է։ Հա, մի քիչ արևի տակ է։ Բայց սպասում ենք դրիֆտի սեզոնը կոպիտ ասած բացվի, որ տեսնենք ինչ մեքենա է հավաքած։ Հույս ունենք։ Ինչ ակնկալիքներ ունես։ Լավ ժամանակ անցկացնելու։ Զուտ, այսինքն տեղի համար չենք պայքարում, գնացինք։ Չենք պայքարում, բայց լավ կլինի, որ լինի։ Հելանք, տեղի համար չենք պայքարում, գնացինք։ Այդ արժեքը չունի, որ դուք ուզենաք ձեր անվտանգությունը վտանգի մեջ տանել։ Դեռ բրիֆինգ է գնում, անվտանգության կանոններն են բացատրում։ Սկսում են, առաջի դասը սկսում է, եղանակը շատ վատն է, բայց այդ մի երկու բան է նշանակում։ Առաջինը, որ մենք թրջվելու ենք, երկրորդը, որ իրանք շատ դժվար են գնալու, շատ զրելիշնի պահեր է լինելու, ու այդ պահերը պետք է աշխատի մեր նոնան բաց չթողնի։ Հուսով ենք բաց չի թողնի։ Գնացինք։ Պատրաստեք։ Դե կանգնած են։ Հեսա ուր որ է ստարտը կտա։
Հիմա պրոֆերն են սկսում, ասում են պրոֆերը, տենանք ինչ ցույց տա։ Սա ավելի հետաքրքիր պետք է լինի, որովհետև մի քիչ բարդ տեղանք են քշելու։ Ոյ։ Անկեղծ եմ ասում չգիտեմ ով է գրել։ Հələ որ ոչ մեկ չգիտի։ Հեսա այստեղ վերջացնում ենք ընդհանուր սյունքեն, հետո կասենք ով է գրել։ Ասենք կարող գրվի ով է գրել, որովհետև եղանակը հենց վատն է, կանգնել մի վայրկյան չի լինի, միշտ ասա արագ կավարտեն, բայց շատ հետաքրքիր է։ Սրա արևայինն եմ ուզում։ Բայց արդյոք օկտոբերով ուզում եմ մեր հովանավորներին առանձին շնորհակալություն հայտնեմ, որովհետև իրանք են ստիմուլ այս ամենը անելու, շարունակելու, առանձնահատուկ գալքին եմ ուզում շնորհակալություն հայտնեմ մեր գլխավոր հովանավորին։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ նախորդ էպիզոդի ժամանակ Պետրո Լերոյի հետ ենք ծանոթացել ձեզ ու իրանց հետ փորձարկում ենք արել, եթե չեք նայել նայեք, մեր նոր հովանավորն է, ու նաև TTH-ին ենք ուզում շնորհակալություն հայտնել ու Garmin-ին, Garmin-ը այս եղանակների համար իդեալական է, կարող օգտագործեք, օգտվեք։ Կստати բոլորը հիմնականում ովքեր որ enduro էին քշում, Garmin ժամացույցներ էին կապում, չգիտեմ նկատել եք թե չէ, բայց հարմար է շատ նման սպորտով զբաղվելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մյուս էպիզոդների ժամանակ։ Լավ մնացեք, գնացինք։ Բավը ջան, հետ արի արդեն ինչ։ Հաջողություն։